Պարոն Տոնյան, մենք սպասում ենք ճիշտ որ ասեմ ձեզանից ավելի պրոակտիվ ներկայացնել մեր երկրի ընդհանուր տնտեսական մոդելների, ապագա զարգացման, ինչ ոլորտային առաջնահերթություններ ունի մեր երկիրը, սակայն մենք լսեցինք, որ դուք արել եք ինչ-ինչ քայլեր եւ դուք գրեթե չպատմեցիք այն ապագայի մասին, որ առաջարկում եք մեր հանրությանը, ինչ ապագա ունի մեր երկրի տնտեսությունը։ Ուշադրություն դարձնենք, որ մենք գտնվում ենք տնտեսական բարձր ցիկլում, այսինքն պղինձը պատմականորեն ամենաթանկ գնի վրա է, պատմականորեն ամենաթանկ։ Կա ռուս-ուկրաինական պատերազմ, որի արդյունքում միլիարդներ են հոսում Հայաստան։ Բայց միևնույն ժամանակ անգամ այսքան հավելյալ շահույթի դեպքում մեր երկիրը շարունակում է ավելացնել պետական պարտքը բարձր տոկոսով։ Դուք էլ տեսնում եք, թե ինչ տոկոսով։ Եվ այս ամենը, այս բարձր ցիկլը, երբ որ դուք համեմատում եք երկրում աղքատության մակարդակի վրա, մի քանի օր առաջ դուք ասացիք, դուք չգիտեք ինչքան է Վրաստանի աղքատության մակարդակը։ Վրաստանի։ Այո, 3 օր առաջ։ Ինչքան է Վրաստանի աղքատության մակարդակը, ինչքան է իջել Վրաստանում աղքատությունը 18 թվականից մինչև վերջի ստուգված տարին։ Եվ ինչքան է իջել Հայաստանը, խնդրում եմ պատասխանել։ Պարոն Կարապետյան, եկեք սկզբից սկսեմ։ Նախ մենք քննարկում ենք հանձնաժողովի նախագահի ֆունկցիան, այսինքն այստեղ տնտեսական քաղաքականություն մշակող մարմնի ներկայացուցիչի սա քննարկվի կառավարության ծրագիրը, վարչապետը ներկա կլինի, նախարարները ձեր հարցերը կտակ, բայց մի կարևոր բան, մեր անցած տարիների արդյունքների մասին եւ մեր ծրագրերի մասին մենք ձեզ չենք ներկայացել, մենք ներկայացել ենք այդ ամեն ինչը մեր ընտրողներին, եւ մեր ընտրողները այս ձայն են տվել ու մանդատ, որպեսզի այդ ամեն ինչը շարունակենք։ Իհարկե գայթակղությունը մեծ է, որ ես հիմա սկսեմ ձեր ծրագրի մասին խոսել, թե ինչպես եք 300,000 աշխատատեղ ստեղծելու, ինչպես եք օրինակ մի կողմից հարկային վարչարությունը թույլատնելու, մյուս կողմից ուժեղացնելու, ու սենց բազմաթիվ հարցեր կարող եմ տալ, բայց ես ուզում եմ մենք մնանք օրակարգի սահմանին, որովհետև եթե հիմա սկսեմ ես աղքատության ցուցանիշների մասին խոսել, պետական պարտքի մասին խոսել, դրանցից ամեն մեկը 1 ժամ քննարկելու առարկա է։ Ես ասացի, որ վերջին ցուցանիշներով Հայաստանի Հանրապետությունում աղքատությունը կազմել է 21.7%։ Իդեպ պարոն Ֆարմանյան, որ երեք ասում էիք, տենց լավ չի, 54,000 դրամը աղքատության գիծը դարձրեք 27,000 դրամ, այդ մենք չենք դարձնում։ Այդ կա միջազգային մեթոդաբանություն, աղքատության գծերի հաշվարկման, եւ դա է հիմք վերցնում, որը պարբերաբար թարմացվում է։ Բայց կարող եմ ասել, որ օրինակ ջինի գործակիցը բավականին բարելավել է, այսինքն աղքատների եւ հարուստների միջև տարբերությունը էապես նվազել է։ Եվ քանի որ ժամանակ ունեմ, պարոն Կարապետյան, ես էլ ձեզ մի հարց տամ, էլ ձեր արձագանքը, որտեղ ուրիշ տարբերակ չկա ձեզ հարց տալու, օրինակ ձեր խմբակցության, Հայաստան Դաշինքի խմբակցության падգամավորները այս հայկական ապրանքների սահմանափակումների համար մեղադրում են մեզ, ասում են ձեր քայլերը, սա քաղաքական որոշում է։ Ես երեք կարդում եմ, Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարությունը ներկայացրել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման սահմանափակումները վերացնելու պայմանները։ Ու նշված է, որ գյուղատնտեսական արտադրանքի անվտանգության ապահովումը, ներառյալ արտադրողների կողմից սեփական հումքի օգտագործումը, թունաքիմիկատների նկատմամբ վերահսկողությունը եւ մյուս պահանջների պարտադիր պահանջների պահպանումը ներկայումս սահմանափակումների տակ գտնվող ապրանքների ներմուծումը վերականգնելու կարևորագույն պայմանն է։ Հիմա ուզում եմ հասկանամ, այս մարդիկ սուտ են ասում, թե ճիշտ են ասում։ Այսինքն փակելու պատճառը այս խնդիրներն է, թե այնա, որ Հայաստանի Հանրապետությունում անցած տարի Եվրամիության կամ եվրոինտեգրման վերաբերյալ ինչ-որ օրենք ընդունվել կամ անդամակցության վերաբերյալ ինչ-որ խոսակցություններ կան։ Հիմա այս հաղորդագրությունը ես կարդում եմ, ուզում եմ ձեր մեկնաբանությունը լսեմ սրա վերաբերյալ։ Շնորհակալություն։ Արձագանք։ Ես կպատասխանեմ ձեր հարցին, բայց կխնդրեմ դուք էլ պատասխանեք վերջում այն իմ կարևոր ասած հարցին, որ մեր հայրենակիցները համեմատեն երկու երկրների տնտեսական քաղաքականությունը։ Այդ ինչ պաշտոնական ներկայացրել է Ռուսաստանի Դաշնությունը, մենք համարում ենք, որ դա ուղղակի քաղաքական պատրվակ է, իսկ հիմնական նպատակը, այսինքն տեխնիկական պատրվակ է, իսկ հիմնական նպատակը քաղաքական է, պարոն Թունյան։ Իսկ
Երկրորդ հարցը։ Այո։ Իսկ երկրորդ հարցը խնդրում եմ ներկայացնել երկու նման երկրներ՝ Վրաստանի եւ Հայաստանի աղքատության մակարդակների տարբերությունը վերջի տարիներին ձեր կառավարման ժամանակ եւ Վրաստանի կառավարման ժամանակ ինչքան է տարբեր։ Դուք ասեք, թե ես ասեմ։ Երկու անգամ, երկուսից ավել անգամ արդեն Վրաստանը իջեցրել է աղքատությունը։ Պարոն Կարապետյան, ես հարմար առիթի դեպքում խորհուրդ կտամ, օրինակ առիթ կլինի ռուս գործընկերների հետ հանդիպելու, այս ամեն ինչ իրենց ասենք էլի, եթե թույլ կտակ, նաև կասեն, որ մեր ընդդիմադիրները կարծում են, որ կեղծում եք այս ամեն ինչը կեղծ է, այսինքն ոչ մի խնդիր էլ չկա տեխնիկական, պատրվակ է ուղղակի օգտագործում եք Հայաստանի դեմ։ Պարզ է, ամեն ինչը բոլորը գիտեն, բայց եկեք հասկանանք, որովհետև որոշ դեպքերում ձեր համար Ռուսաստանի որևէ գերատեսչության, օգնականի, վարորդի խոսքերը ավելի հիմնավոր են, քան Հայաստանի կառավարության։ Ինչ վերաբերում է աղքատության մակարդակին, ես Վրաստանի աղքատության մակարդակը չեմ նայել, բայց Ժորժ ջան չեմ բանանում։ Լռություն։ Ես Վրաստանի աղքատության մակարդակը չեմ նայել, բայց կարող եմ մի ցուցանիշել ասել, որ Հայաստանի Հանրապետությունում, եթե նայեք վերջին վիճակագրական կոմիտեի հրապարակումը, միջին կենսաթոշակը 59000 դրամ է, իսկ աղքատության միջին գիծը 54000 դրամ է։ Ես ենթադրում եմ, որ այն ցուցանիշը, որ կհրապարակվի 2026 թվականի համար, շատ ավելի լավատեսական կլինի, քան դուք պատկերացնում եք։ Ավարտեցի։